Անհրաժեշտությունը պարտադիր, այս բառը արդեն օգտագործենք, առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության անհրաժեշտությունը։ Այո, պարտադիր բառը մի քիչ մարդկանց հավանաբար լարվածություն է որոշակի առաջացնում, բայց ուզում եմ շատ հակիրճ բացատրեմ ինչու համար է սա անհրաժեշտ։ Նախ ասեմ, որ այս բարեփոխումը Հայաստանում քննարկվել է մոտավորապես առնվազն 2 տասնամյակ եւ շատ ուրախալի է, որ մենք այսօր հասել ենք այնպիսի մի սահմանի, որ կարող ենք վերջապես այդ ապահովագրությունը ներդնել եւ մարդիկ զգան դրա օգուտները։ Իսկ օգուտները հետեւյալն են, տեսեք, ընդհանուր առմամբ սկզբունքը այսպիսինն է, երբ որ մենք խոսում ենք առողջապահության մասին, որը կառուցված է մարդու շուրջ, որևէ քաղաքացի չպետք է չստանա իրեն անհրաժեշտ բուժումը, որևէ քաղաքացի սեփական գրպանից ծառայությունների մատուցման վայրում չպետք է վճարի այդ բուժման համար, եւ այդ բուժումը ինքը պետք է ստանա հնարավորինս իր համար մոտիկ վայրում։ Այսինքն մենք ապահովագրությամբ լուծում ենք բժշկական օգնության հասանելիության հարցը Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչության համար, պաշտպանելով մարդկանց առողջության հետ կապված ծախսերից։ Այսինքն, երբ որ մարդը արդեն օրինակով ասենք գնացել է հիվանդանոց, իրան ասում է, գիտեք ինչ, այ դուք չեք մտնում այսօրվա ծածկույթի մեջ, իսկ այդպիսի մարդիկ այսօր մոտ 1.5 միլիոն են եւ պետք է վճարեք բուժօգնության համար կամ մենք չենք կարող ձեզ տվյալ բուժօգնությունը տրամադրել։ Երևի ամենապատկերավորը վարչապետն է բնութագրել, այսինքն ավելի պարզ ասած իր բառերով ոչ ոք չպետք է հիվանդանոցի դռների առաջ մնա։ Հիմնական ապահովագրության ներդրման նպատակը սա է, այսինքն այդ 1.5 միլիոն մարդկանց, որոնց մեջ մտնում են նաև թոշակառուները, այսինքն կենսաթոշակառուները, ապահովել ծածկույթով, որ մարդիկ ստանան այն օգնությունը, որը իրենց պետք է։ Հիմա շատ ենք մենք առնչվում ու պատկերն այնպիսին է, որ թոշակառուները երբեմն վախենում են բժշկի գնալ, հստակ իմանալը, որ ունեն այս կամ այն խնդիրը, գումարի բացակայության պատճառով կամ էլ հնարավոր ծախսերի չափի երևակայելուց այլևս ցանկությունն էլ կորում է բժշկի գնալ։ Արդյոք ապահովագրության հարցը կլուծի այդ խնդիրը իրենց համար։ Շատ լավ հարց եք տալիս։ Ցավոք սրտի, այո, այդ խնդիրը մենք ունենք եւ ունենք տևական ժամանակ, որտեւ այն խմբերը, որոնց որ հասնում է պետության կողմից երաշխավորված բուժօգնություն, իրենք սահմանափակ են եւ թոշակառուները, որոնց թիվը բավականին մեծ է, եթե չեմ սխալվում, շուրջ 600,000 մարդու մասին է խոսք գնում, ցավոք սրտի, եթե չունեն հաշմանդամություն, ցավոք սրտի, եթե չունեն սոցիալական կարգավիճակ 28 բալ եւ ավել անապահովության միավոր։ Տեսակ բարեբախտաբար չունեն, բայց ցավոք սրտի չեն ստանա։ Չունեն, այո, որովհետեւ իրենք զրկված են այսպես ասենք անվճար բժշկական օգնություն ստանալուց եւ դա պատճառ է, որ մարդիկ խուսափեն։ Այսինքն մարդիկ կարող են դիմել իրենց առողջության առաջնային պահպանման օղակ ու պայմանական պոլիկլինիկա, ինչ որ ծավալով ստանան բուժօգնություն, բայց հետագայում եթե անհրաժեշտ լինի օրինակ հոսպիտալացում կամ վիրաբուժական միջամտություն, եւ եթե դա շտապ եւ անհետաձգելի դեպք չի, այո, եւ եթե մարդն էլ չունի գումար, ծնողներ, երեխաներն էլ հնարավորություն չունեն օրինակ օգնելու պայմանական կամ բարեկամները, այո, առաջանում է, այսպես ասենք, անելանելի վիճակ եւ մարդիկ չեն դիմում։ Եվ դրանից տուժում է մարդու առողջությունը, տուժում է կյանքի որակը, ինչու՞ չէ, կյանքի տևողությունը կարող է կրճատվել, հա, իսկ ապահովագրության ներդրմամբ մենք գործնականում այս հարցը կլուծենք։ Եվ մի կարևոր բան եմ ուզում ասեմ, եթե այսօր կենսաթոշակառուներին որոշակի արտոնություն է հասնում դեղորայքի մասով, ապա համապարփակ ապահովագրության ներդրման պարագայում դրանք էապես կընդլայնվեն եւ առողջապահությունը ել ավելի հասանելի կլինի։ Եվ այդ հասանելիությունը ինչ որ մի փուլում արդեն կբերի նրան, որ մենք ունենանք ավելի առողջ հասարակություն, որպես արդեն երկրորդական, այսպես ասենք, արգասիկ այս մեծ բարեփոխման, որը որ վերջի տարիներին առողջապահության նախարարությունը կառավարության հետ համատեղ փորձում է ներդնել Հայաստանում եւ ես դրական եմ տրամադրված, որ առաջիկայում հուսանք 27 թվականին այնի վերջո կունենա օրենքի ուժ եւ մենք բոլորս դրա բարիքները կարողանանք ճաշակել։ Սկզբից ծնողների համար, հետո արդեն մեզ համար, երբ որ համակարգը լիարժեք կայացած կլինի։
Դե քանի որ ները դրվելու մեծ հաշվով բոլորի համար, ինչ որ որոշակի անցումային փուլով իհարկե, բայց դա երկար չի լինի, կարծում եմ, բոլորս էլ միանգամից կզգանք, որովհետև գիտեք, առողջապահության ծախսերը իրանք շատ մենք մենակ միանվագ մեծ ծախսերի մասին ենք հաճախ խոսում, չէ՞, որտեղ դրանք միանգամից երևում են, օրինակ սրտի վիրահատությունն է պետք, ասենք արժի, չգիտեմ, 3 միլիոն դրամ, դա միանգամից երևում է, բայց մենք ազգային ժողովում հետազոտություն էինք պատվիրել եւ հետազոտության տվյալները հստակ ցույց էին տալի, որ անգամ փոքր ծախսերը, բայց որոնք մշտական են եւ մասնավորապես օրինակ երբ որ դու ամեն օր պետքա դեղ խմես 2-3 դեղ, չէ՞, իսկ մեր տարեց մեր հասարակության անդամները հաճախ տենց է լինում է այն նման ծախսերն են շատ մեծ բեռ լինում եւ հաճախ մարդիկ հրաժարվում են իրենց առօրյա ամենօրյա դեղ խմելուց, որտեղ դա էլ իրենց բյուջեի վրա այս հարցն է դեղ առնեն կամ սնունդ կամ կոմունալ ծախսեր այո դրա համար մենք ոչ միայն մեծ այլ փոքր բայց մշտական ծախսերը եւս շատ մեծ բեռ են եւ այս հարցը նույնպես ապահովագրության շրջանակներում եթե ոչ 100%-ով ապա մեծապես լուծվելու է ու կարող են ինչ որ մի փոքր մաս մարդը մասնակցի, բայց գումարի մեծ մասը կծածկվի ապահովագրական հիմնադրամի շրջանակներում։ Դրան դեռ կանրադառնանք, երբ որ ասում էի, որ մեր ժամանակն էլ գա, նկատի ունեի, որ աշխատունակ խավը ապահովագրության համար վճարելու է։ Իսկ կենսաթոշակառուները, այդ կես միլիոնից ավելի մարդիկ իրենց տրվելու է հասանելի որակյալ բուժօգնությունը անվճար։ Իհարկե, դա կոչվում է գրականության մեջ սոցիալական համերաշխության սկզբունք, որովհետև երբ որ դու երիտասարդ ես, աշխատում ես, վճարում ես հարկեր, վճարում ես, անվանենք դա առողջապահության հարկ, հենց այն տրամաբանությամբ, որ այո, այսօր դու աշխատում ես երիտասարդ ես, դու վճարում ես համ քո համար, քո երեխայի համար եւ քո ծնողների համար, հա, եւ հասարակության, ասենք, այլ տարեց անդամների, չաշխատող անդամների համար, ասենք ասենք, բայց այնց համերաշխության սկզբունքը նա է, որ ինչ որ մի փուլում դու ես դառնալու կենսաթոշակի տարիքի մարդ, դու չես աշխատելու, բայց քո համար արդեն վճարելու է այն մարդը, ով այս պահին աշխատում է եւ այդ սերնդափոխությունը հենց այդ տրամաբանության մեջ է եւ երկրորդ կոմպոնենտն էլ կա իհարկե սրա, որովհետեւ տարեց մարդիկ, չաշխատող մարդիկ, գործազուրկ մարդիկ, պայմանական ասեմ այն մարդիկ, ովքեր, չգիտեմ, չեն կարող աշխատել ֆիզիկական այս կամ այն, հենց իրենք հասարակության այն անդամներն են, ովքեր ունեն առավել մեծ պաշտպանության կարիք եւ մենք որպես աշխատող, այսինքն մարդիկ ովքեր կարան աշխատեն եւ աշխատում են, բայց որ իրանց համար չվճարենք, ում համար վճարենք։ Իհարկե սա դասագրքային ճշմարտություն չի, ամեն հասարակություն ինքն է որոշում, բայց կարծում եմ, որ մեր հասարակության մեջ նման մոտեցումը պետք է որ ավելի գերակշռող լինի, որտեղ հենց կրկնեմ, այդ մարդիկ են, ովքեր ունեն պաշտպանության կարիք, որտեղ այդ մարդիկ ամբողջ կյանք աշխատել են, հարկ են վճարել, դեռևս շատերը խորհրդային միության ժամանակ, հա, եւ իրանք որևէ մեղք չունեն, որ խորհրդային միությունը փլուզվել է եւ իրենք դուրս են մնացել այդ ծածկույթից, հա, եւ մենք որպես հասարակություն պետք է այդ սոցիալական համերաշխությունը դրսևորենք։ Իսկ երբ դրան ավելացնում ենք, որ այդ մարդիկ աներևույթ մարդիկ չեն, մեր մայրերն են, մեր հայրերն են, մեր մորաքույրներն ու հորաքույրներն են, այդ դեպքում նույնիսկ պատվաբեր է աշխատել եւ ապահովել իրենց հասանելի բուժօգնությունը։